Ինչ եք կարծում, նոր-նորքի թաղապետին պետք է դատեն խմբակային ծեծի համար։ Ինձ էլ են ծեծը, շուտ, ոչ մի ծեծը չի եղել, էդ էլ չի եղել, դա ֆեյք է, հասկացաք, կապուտներ կան, կասնիկը գնա, ոչ էդ նկարը ֆեյք է, շո, նա հատել էդ հիմարին կգցեն, ինչ է Չախոյանա ինչա, կգցեն միտեղ, կասեն լսեց ինչ գալուցինացիաներ ես պատնում, շո, ժամանակին էլ ինձ, հա, ինչ կա դրա մեջ, հիմա էլ ֆեյք է, չգիտեմ, օրենքի առաջ պիտի պատասխան տա, բայց թե դատի, թե ինչ չգիտեմ։ Կներեք, չեմ ուզում ընդհանրապես այդ մասին խոսել, դատել հայ մարդուն պետք չէ։ Բայց ծեծել պետք է հայ մարդուն։ Գիտեք, չեմ ուզում ընդլայնվել, իսկ մարդուն հունից հանել կարելի է։ Ընդհանրապես են եմ կարծում, որ մենք հայերս պետք է միասնական լինենք, սիրենք իրար, ոչ թե իրար ուտենք, թուրքը նայում ուրախանում է, դրա համար էս վիճակում ենք։ Ես կարծում եմ, որ ընդդիմություն, իշխանություն պետք է միավորվեն ու մտածեն, խորհեն հայ ազգի մասին, ոչ թե իրար ուտեն, իսկ դատի կտան, թե չեն տա, ընդհանրապես ամբողջ ազգային ժողովը պետք է դատի տան, որտեղ ընդ նորմալ մարդ չկա։ Այս Հայաստանի սաղ կառավարությանը պետք է տանել լեցնել մի հատ փոս ու բաժանել։ Ես չեմ անում, ազգ, ես դες բաներ չեմ անում։ Տեղյակ չեք դեպքում։ Ես Աբու Դաբիից եմ։ Գաղափար չունենք։ Անշանակ։ Ճիշտ ասած, ես այդ թաղամասը չեմ կարող ասել։ Բայց փաստացի Եթե սխալ արի, իհարկե։ ծեծել են մեկ հոգու, պետք է։ Եթե սխալ արի, այո, պետք է պատժվի։ Իսկ դուք չեք կարծում, որ ճիշտ է դատելը։ Եթե յուրաքանչյուր պաշտոնյա ասեմ, չգիտեմ, օլիգարխ ասեմ, ինչպես ասեմ, չեմ էլ իմանում, ոնց ձևակերպեն, որ ավելի ճիշտ լինի, իրենց տեղում լինեն կարգապահության հարցով, իրենց պաշտոնները չչարաշահեն, ինչի են ծեծում, չեն կարողանում խոսքը բառը, ինչի համար է։ Եթե չեն կարողանում խոսքով բացատրել, եթե ինչ-որ խնդիր է առաջացել։ Ինչի մասին է խոսքը։ Իհարկե պետք է։ Բայց ինչու միջև հիմա նույնիսկ սերբակալված չէ։ Ահա, դա ինձ եք հարցնում, դա պետք է հարցնել այնտեղ, որտեղ որ զբաղվում են այդ հարցերով։ Ինչու, այո, այդ ինչուներ այնքան շատ են մեր կյանքում, այնքան ինչուներ կան, որ չգիտենք, որ ինչուին ոնց պատասխանենք։ Ինչ եք կարծում, նոր-նորքի թաղապետին պետք է դատել խմբակային ծեծի համար։ Այո։ Եթե մենակ դատարանը կար, ասի մենք ինչ իմանանք։ Ես ոչ ասեմ, բոլորն գիտեն, որ պետք է։ Այսինքն, եթե դու ԿՊ-ից ես, քեզ ամեն ինչ կարելի է։ Եթե ԿՊ-ից չես, նշանակում է դու արդեն խոցելի ես։ Իհարկե պետք է դատել, որպեսզի դա լինի բոլորի համար։ Ուղղակի ես չեմ կարծում, որ դատեն, քանի որ կա տարբերակված մոտեցում։ Ենթադրենք մեկին էս բանը կարելի է, մյուսին չէ, դա իրանց թիմից է, ես վստահ եմ, որ ինչ-որ մի ձևով չեն դատելու։ Բայց եթե ժողովրդականից թվում է ընդվզում լինի, ուզած իրանք իհարկե պետք է դատեն, բայց քանի որ ժողովուրդը քնած վիճակում է, իրանք էլ անում են ինչ, ասենք Նիկոլի գլխավորությամբ, անում են այն, ինչ որ ուզում են։ Երկիրը ծախեցին, մարսեցին, մցրել են նոր ինչ-որ հարկատեսակներ մարսում են։ Չգիտեմ, աստվածա մեր ժողովուրդը ոտքի կանգնի արթնանա, որտեղ ես տեսես մնա, մենք կկորցնենք նաև այս Հայաստանը։ Նոր-նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ծեծի է ենթարկել ակտիվիստ բլոգեր Արթուր Չախոյանին, ապա հայոյել և սպառնացել նաև ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Սակայն այս միջադեպից հետո վարչական շրջանի ղեկավարը ոչ միայն չի ձերբակալվել, այլև նրա կուսակցությունը Հանրապետությունը կարծես թե արդարացրել է Տիգրան Տեր-Մարգարյանի վարքագիծը։ Օրագիր նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է դատվի այս արարքի համար, թե ոչ։